Ճանաչենք ժամանակի նշանները։ Ժամանակի նշանները չկարողացան կարդալ, հասկանալ նաև այն սերունդները, որոնք անցան մահաբեր ջրեղեղի միջով, կործանարար Սոդոմ Գոմորի միջով եւ բոլոր այն ողբերգությունների միջով, որ տեսնում ենք Սուրբ գրքում զանգվածային սպանությունների դեպքում։ Եվ այստեղ հարց է առաջանում. մի սպանիր պատվիրանը միայն մարդուն է վերաբերում։ Աստված ինքը սպանում է, չէ՞ որ մեզ համար դոգմատիկ վարդապետություն է, որ Աստված կյանքի աղբյուրն է, բոլոր տեսակի, եւ մարդկային, եւ նաեւ այն կենսամիջավայրի, որը ապահովում է բոլոր տեսակի կյանքերը։ Չմոռանանք, որ մարդու կյանքը նաև տրվեց Աստծո շնչով, Աստծո հոգով, այսինքն մարդը իր մեջ ունի մի մասնիկ, որը Աստծուց է իր մեջ տրված անմիջապես։ Այդ դեպքում զանգվածային սպանությունները ինչ նպատակով են։ Նույնիսկ շատերը դա բնութագրում են որպես Աստծո քմահաճույք, խաղ, որից առաջանում է նաև մեղադրանք ուղղված երկնքի դեմ։ Ավելին, բողոքի արդյունքում խորթացում Աստծուց, որպես մեկից, որը չարակամ է, մինչդեռ իրականությունը ճիշտ հակառակն է։ Աստված մեզ ոչ միայն կյանք է պարգևում, այլ նաև խնամում է, նախախնամում է, մատնանշելով նաև մեր կոչման հեռանկարը, որը դարձյալ կյանքն է, հավիտենական կյանք։ Հիմա փորձենք հասկանալ, որտեղից համընդհանուր աղետները, որոնք բազմաթիվ մարդկանց կյանք են խլում։ Առաջի դրվագը, որ մենք հանդիպում ենք Սուրբ գրքում, աշխարհակուլ ջրեղեղն է։ Ինչն էր ջրեղեղի, այսպես ասած, պատճառը։ Եթե թողնենք այսպես բնական երևույթները, գործընթացները, այսօր էլ ջրեղեղներ են լինում, հրաբուխներ են լինում, երկրաշարժներ են լինում, սա երկրագնդի բնական գործընթացն է, պրոցեսն է։ Բայց Սուրբ Գիրքը ջրեղեղի վերաբերյալ բացատրություն ունի։ Մենք նախընթացում ջրեղեղի դրվագի նկարագրմամբ հետևյալ հաստատումն ենք կարդում։ Տեր Աստված տեսավ, որ մարդկանց չար գործերը բազմացան երկրի վրա, եւ ամեն ոք ամեն օր մտքում չարություն էր խորհում։ Եվ սա պատճառ է դառնում մարդկանց չարությունը, չարագործությունը, ապականության կուտակումը, որպեսզի մաքրման գործընթաց սկսվի ջրի միջոցով, ջրեղեղի միջոցով, որ արժենում է ողջ մարդկության կյանքը բացառությամբ մեկի, որի ընտանիքը փրկվում է, սկիզբ տալով նոր մարդկության։ Բայց ինչպես է բացատրվում մարդկանց չարագործությունը։ Ամեն անգամ, երբ Աստծո որդիները մերձենում էին մարդկանց դուստրերին, որդիներ էին ծնում նրանց համար, դրանք հսկաներ էին հին աշխարհի անվանի մարդիկ։
Ուրեմն թվում է, թե ջրեղեղից առաջ մարդկանց այս հարաբերությունը, որը կարող ենք բնութագրել որպես ընտանիքի կազմում, թեկուզ բազմակնության միջոցով, սա է պատճառը ուրեմն ապականության բազմացման։ Այսինքն ամուսնությունը կամ կին ընտրելը կամ ամուսին ընտրելը ընտրություն է, բայց այս ընտրության արդյունքում կյանք է ծնվում։ Ինչու է սա չար դիտարկվում։ Փորձենք վերծանել, ինչ է նշանակում այստեղ Աստծո որդիներ եւ ինչ է նշանակում մարդկանց դուստրեր, որոնց միախառնումից ծնվում են հսկաներ, անվանի մարդիկ, եւ արդյունքում բազմանում է մեղքը, երկիրը ապականվում է, պատճառ դառնալով մաքրման կամ անհրաժեշտություն առաջացնելով մաքրման։ Ուրեմն այս երկու արտահայտությունը Աստծո որդիներ եւ մարդկանց դուստրերը հայերը բացատրում են հետեւյալ կերպ։ Մարդկանց դուստրերը Կայենի սերունդն էր, մարդասպանի սերունդն էր, որը ուներ կյանքի ուղղվածություն։ Աստծո որդիները Սեթի սերունդն էին, երրորդ զավակի, որը ինչպես Եվայի խոսքի մեջ ենք մենք կարդում, տրվեց սպանված Աբելի փոխարեն։ Ասում է Աստված ինձ նոր զավակ տվեց սպանված Աբելի փոխարեն, որին Կայենը սպանեց։ Եբրայերեն բնագրում ոչ թե զավակ է, այլ սերմ է, նոր սերմ տվեց։ Հիմա ի՞նչն է բայց խնդիրը։ Խնդիրն այն է, որ այս նոր սերմը կամ նոր զավակը, նոր սերունդը ընտրություն է կատարում։ Այս ընտրությունը ուղղվածություն ունի դեպի Կայենի մեղսագործություն։ Կայենի սերունդ, որը շարունակում է իր նախահոր սպանարար գործունեությունը, մեղսագործությունը, ընտրություն է դարձյալ, որը հակընդեմ է Աստծուն։ Հակառակ գնալ Աստծուն նշանակում է հակառակ գնալ կյանքին։ Հետևապես ընտրել մահը, կարելի ասել դիմել ինքնասպանություն, արդեն հանրային մակարդակի վրա, հավաքական մակարդակի վրա։ Հետևապես ջրեղեղը իրականության մեջ ընդամենը մարդկանց ընտրության վավերացումն էր։ Մահ էին ընտրել եւ ջրեղեղով ընդամենը վավերացվում է դա։ Ով է փրկվում։ Նա, ով չի կատարում մահվան ընտրություն, չի հեռանում Աստծուց, ասել է թե կյանքի աղբյուրից եւ փրկվում է։ Այստեղ ի՞նչն է հետաքրքիր, որ Աստված ամեն դեպքում այդ մեկ հոգուն նկատում է, համընդհանուր մեղսագործության մթնոլորտում առանձնացնում է այդ մեկ հոգուն փրկելու նպատակով։ Նույն երևույթը մենք տեսնում ենք Սոդոմ Գոմորի պարագայում։ Աստված իջնում է դիտարկելու Սոդոմ Գոմորի կյանք։ Ասում է նրանց աղաղակը հասել էր երկինք։ Այդ աղաղակը մահվան բոթն էր։ Բայց ի՞նչն էր խնդիրը Սոդոմ Գոմորում։
երբ Ղովտը, որը դարձյալ այն եզակի մեկն էր, որ փրկվում է Սոդոմ Գոմորի աղետից իր ընտանիքով, հյուրընկալում է իր տանը Աստծու կողմից ուղարկված պատգամաբերներին, հայրերը բացատրում են նաև մարդու կերպարանքով հրեշտակներին։ Բայց նույնիսկ եթե Աստծո պատգամաբերների է հյուրընկալում որպես մարդկանց, ինչ են անում Սոդոմացիներն ու Գոմորացիները, շրջափակում են տունը և պահանջում են այդ մարդկանց կենակցելու նպատակով։ Սոդոմ Գոմորը թվում է, թե ուրախանալու, զվարթանալու, մոռանալու կյանքի տխուր կողմերը, թվում է, թե կյանք ունենալու պատկեր է, ուրախ, զվարթ, խնջույքների մեջ, բայց Սուրբ Գիրքը այս պատկերը ներկայացնում է որպես մահվան ընտրություն, ապականություն, պղծություն, որի արդյունքը կյանքը չէ, որի արդյունքը մահն է, առավել ևս, երբ մենք իրենց վերաբերմունքի մեջ տեսնում ենք բացահայտ բռնության դրսևորում։ Աբրահամի խնդրանքին ընդառաջ Աստված ասում է, եթե այդ քաղաքում, այդ մեղսալից միջավայրում 10 արդար մարդ լինի, այդ քաղաքը չի կործանվի։ Այսինքն 10 անմեղի կյանքը փրկելու համար կարելի է թողնել, խնայել։ Սա էլ իմաստ ունի։ Այդ 10-ը կարող են դառնալ նաև առողջացման հունդերը։ Հիսուս երբ խոսում է քրիստոնյաների դերակատարության մասին այս աշխարհում, տարբեր հասարակությունների մեջ համեմատում է աղի հետ։ Այսինքն քրիստոնյան աղի դերակատարություն ունի։ Մի կողմից համեմելու, համ տալու կյանքին, բայց մյուս կողմից պաշտպանելու փտումից։ Ցավոք սրտի Սոդոմ Գոմորում չի գտնվում այդ 10 անմեղը։ Եվ Աստված ամեն դեպքում այն մեկին Ղովտին իր ընտանիքով հանում է փրկության նպատակով, իսկ Սոդոմ Գոմորի կործանումը արդեն կրակի տեսքով այդ մարդկանց մահվան ընտրության ընդամենը հաստատումն ու վավերացումն էր։ Հետաքրքրական է, տեսեք, երկու դեպքում էլ տեղի է ունենում աղետ, ջրեղեղի դեպքում ջրով, Սոդոմ Գոմորի դեպքում կրակով։ Մկրտությունը, սուրբ արարողությունը, որով մենք դաշինք ենք կնքում Աստծո հետ, բայց խորհրդաբար անցնում ենք մահվան միջով, մասնակից ենք դառնում Քրիստոսի մահվանը և վերածնվում ենք որպես նոր արարածներ, օգտագործվում է ջուր և մյուս կողմից միրոն, որը Սուրբ Հոգու էջքի խորհրդանիշն է, իսկ Սուրբ Հոգին հոգեգալստի ժամանակ երևում է կրակե լեզուների տեսքով։ Ուրեմն ջուր, որը առանձին կործանարար է, կրակ, որը առանձին կործանարար է, այսինքն մահ է սփռում, մկրտության խորհրդի մեջ այս երկու կործանարար տարրերը, ջուրը և կրակը խորհրդաբար միահյուսվում են, մկրտվողի խորհրդաբար մահվան միջով անցնելով նոր կյանքի պատճառ դառնալով։